Օրերին ավելորդ է ասել, թե ինչպիսի վայրի վերումների ենք վերստին ականատես լինում։ Հայացքներդ մի պահ դարձրեք եւ այլևս նույնիսկ չի էլ կարելի դրա մասին խոսել, այն խուլիգանությունը, որ տեղի ունենում ազգային ժողովի ամբիոնում, ուղղակիորեն կենտրոնում, այն հայոյալից իրականությունը, որ ուղղակի ցույց է դրվում, որոնների ճանապարհով ցույց է դրվում մեզ բոլորից։ Դա վկայում է, վերստին վկայում է այս չարիքի իշխանության այն վախերի մասին ուղղակիորեն, այն ներքին հիստերիկ շարժումներով, արտահայտություններով, ինքնապաշտպանվելու, այսպես ասած, դրսևորման մասին, մեկը մյուսին հերթ չտալով, ամենավերջին խոսքերով, հայհոյանքներով, որի մասին մենք անընդհատ խոսել ենք, անդրադարձել ենք սրան, որով այս խուլիգանախումբը որպես որոն լցված մեր կյանք թշնամու կողմից դարձել են ուղղակիորեն մեր կյանքի սպառնալիքը բոլոր առումներով, թե հոգևոր իմաստով, թե բարոյական իմաստով, թե ֆիզիկական իմաստով, բոլոր առումներով, մտավոր իմաստով, բոլոր առումներով մեր կյանքի սպառնալիքն են դարձել։ Իրենց շրթունքներից եւ սրտերից անբացակայ սուտը, կեղծիքը, զրպարտությունները, բոլոր հայոյանքները, ինչ չարիք որ կարող է մարդու կողմից գործվել, կատարելագույն աստիճանով այս մարդիկ արտահայտում են։ Եվ այո, այդ որոմները քաղանելու ժամանակը հասել է, այդ որոմները մաքրելու ժամանակը հասել է։ Ես չեմ դադարելու ասել, որ անցնող ամբողջ ժամանակահատվածը, ամբողջ մեկ տարին, ամբողջ այս շրջանը մենք անընդհատ խոսել եւ պայքարել ենք այդ որոմները մաքրելու համար։ Մենք խոսել ենք այդ մասին, գործել ենք, եղել ենք ամենուր, ամենտեղ, ամեն հնարավոր ճանապարհներով, տեսել ենք ձեր դեմքերը, ձեր ժպիտները, ձեր ուրախությունը, ձեր տագնապները, սիրելի ժողովուրդ, տեսել ենք բոլորիդ ամենուր, տեսել ենք ձեր պատրաստակամությունը եւ մինչեւ այսօր պարզ տվյալ պիտի ասեմ, չեմ վստահում շարժումը մեր երիտասարդների նախաձեռնությամբ, որը եթե ժամերով գումարելու լինենք հազիվ 10 օր միգուցե կազմած լինի, եւ այդ 10 օրերի ընթացքում բոլոր ժամերով իրար գումարած, ոչ թե օրերով եւ ամիսով, բոլորը միասին հավանաբար 10 օր են կազմել, առանց որևէ մեծ կազմակերպչական աշխատանքների, առանց որևէ ներդրումների, առանց լայնածավալ որևէ գործունեության, այդ փոքր կարճ ժամանակահատվածում 20,000-ից ավելի մարդ այս օրերին մոտեցել եւ իր անվստահությունը ասելը քիչ է, իր ամբողջ զգացումներն արտահայտել այս չարիքի իշխանության նկատմամբ, արտահայտել եւ իր պատրաստակամությունը հայտնել, որի համար մեր գնահատանքը, սերը եւ ուրախությունն ենք հայտնում բոլորին, ովքեր մոտեցել, անվախ կերպով նայել են տեսախցիկների մեջ, իրենց ասելիքը ասել եւ այդպիսով նաեւ իրենց կամքը արտահայտել։ Սա նշանակում է, որ որոմների քաղան անելու ժամանակը հասել է եւ ոչ միայն հասել է, այլև հասել է այն աստիճանին, որ մենք կոչված ենք ուղղակիորեն այդ քաղանը անելու։ Չկրկնելով, պետք է նշեմ, որ ամեն օրը, այս մարդկանց ամեն օրը, մեր Հայաստան աշխարհի սրտում, ուղղակի արհավիրք եւ աղետ եւ սպառնալիք է մեր կյանքում, բոլոր օրերի եւ ժամերի հաշվով, ամեն ժամը մեր կյանքից խլված, այդ կենսական ավիշից խլված իրականություն, սակայն դա մեզ երբեք էլ չի ընկճելու,
Եվ իրավունք էլ չունենք որևէ ձևով կքելու, այդ ցորենի պես ձգտելու, պայքարելու, որոմներից ազատագրվելու եւ միևնույն ժամանակ կենսական հաց դառնալու կոչումն ունենք մենք։ Օրեր առաջ մեր նաեւ լրագրողներից Անուշ Միրզոյանն էր թիրախավորվել։ Տարիներ առաջ տեղի ունեցած դեպքը այսօր ուղղակիորեն փորձում են դատարանի ճանապարհով ոչ միայն լրացնել, այլև պատժել։ Անուշը մեր այս պայքարի առաջին օրվանից նվիրյալ, ուղղակի ոչ միայն լրագրող, այլև անդամներից է, նվիրյալ երիտասարդներից, սյունեցի, ով ապրում եւ գործում է իր հայրենիքի ցավով եւ գործում է իր պատվի զգացումով, որպեսզի կարողանա նաեւ մասնակից լինել այս որոմները քաղանելու ամբողջ գործընթացին։ Մեր լիարժեք եւ լիակատար թե զորակցությունը, թե աջակցությունը բոլոր առումներով հայտնում ենք մեր սիրելի Անուշին, Անուշ Միրզոյանին։ Եվ Անուշը պարզապես նաեւ մի փոքրիկ կամ մեծ իմաստով խորհուրդ է, թե ինչպիսի վախերի մեջ են այս մարդիկ ապրում, թիրախավորելով լրագրողներին, որոնց պատմությունները այս շարքին շատ են, եւ առիթից օգտվելով վերստին մեր քաջալերանքն ու գնահատականն ենք հայտնում բոլոր լրագրողներին, բոլոր նրանց, ովքեր այս պայքարի բովի մեջ են, բոլոր առումներով ցանկանում են այդ որոմները քաղան անել մեր կյանքից, խոսել ճշմարտության մասին, մերժել այս սուտը, կեղծիքը եւ երբեք չծառայել, որևէ կերպով չծառայել եւ որևէ կերպով զիջում չունենալ իրենց սկզբունքների համար, որոնք միտված են ճշմարտությանը, որոնք միտված են մեր կյանքի վերականգնելուն, որոնք միտված են ընդդեմ այս հայրենազրկմանը, անպատվությանը, ստորացմանը։ Եվ այո, այդ բոլոր լրագրողները թիրախավորված են, որովհետև ցանկանում են այս չարիքի իշխանությունը լռեցնել բոլորին, իրենց սև գործը, իրենց որոմային գործը իրականացնելու համար։ Մենք խոստում ենք տվել, որ մաքրելու ենք այս որոմը մեր կյանքից։ Այո, դժվար է լինելու, բայց լինելու է այդ, որովհետև դա անհրաժեշտություն է, անխուսափելի անհրաժեշտություն։ Չի կարող որևէ կերպով, որևէ օրենքի համաձայն այս ընթացքը շարունակական դառնալ։ Ինչ շատ են հարցրել 2026 թվականի ընտրությունների մասին։ Ես վերջին օրերին այդ մասին խոսել եմ։ Այո, կլինեն 2026 թվականի ընտրություններ, որը շատ հեռու է իմիջիայլոց։ Եվ բոլոր նրանց, ովքեր խանդավառված են այդ պատմությամբ, այդ թեմայով, ուղղակիորեն ասում եմ, շատ հեռու է 2026-ը։ Եվ կլինեն այդ ընտրությունները, բայց առանց այս չարիքի իշխանության մասնակցության։ Պետք է այդպես լինի։ Մենք կոչված ենք այսօր այդ հունցքի ժամանակը հասած լինելով որոմաքաղ անել մեր մաքուր ցորենի արտը, որոմաքաղ անել ուղղակի։ Եվ ըստ այդմ նաև այդ որոմներին արժանացնել իրենց իրական տեղում գտնվելուն։ Այլ կերպ եւ այլ ճանապարհ գոյություն չունի։ Մենք այս ժամանակահատվածում բազմաթիվ հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր հայրենակիցների ենք հանդիպել, խոսել, որոնք միայն եւ միայն ինձ համար ուրախացնողը այն է, որ այս բոլոր խոսակցությունները միտված են եղել մեր տունը վերականգնելուն, մեր պատիվը վերականգնելուն, մեր կյանքը վերականգնելուն։ Անցյալ օրը
Մերձակա մտերիմներից մեկը ասում էր, երբ Մոսկվայում տեսա այս չարիքի իշխանության կառավարչին, ես նոր հասկացա, թե ինչ է նշանակում անպատիվ լինելը, ամոթից գետինն էի մտնում, ինքը ընդ որում գտնվում էր այդտեղ, ամոթից գետինն էի մտնում, նոր եմ հասկացել, թե ինչ էր այդքան, որ խոսում ես, որ պատվազրկվել ենք, մեր պատիվը գողացված է, նոր եմ հասկանում, թե դա ինչ է նշանակում խորքային իմաստով, ամաչում էի ես ուղղակիորեն, նրա ներկայությունից այն մարդուց, որ ինձ է ներկայացնում այդ ամբողջ իրադարձության մեջ, այո, որոմա լցված է մեր կյանքը, բայց նաև և հատկապես մեր միտքն է այդ ցորենը ազատագրել, արտը ազատագրել, գոյություն ունեցող ցորենով մեր կյանքը վերականգնել և մեր կյանքի վերականգնումը նաև ուղղված մեր պատվի վերականգնումին։ Մենք այս ժամանակահատվածում, ինչպես ասացի, հազարավոր մարդկանց ենք տեսել, խոսել, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել ինչպես անցյալին, այնպես էլ այսօր, չեն ընկճվել, չեն կքել, այո, ունեցել են տարբեր մտածումներ, ունեցել են հուսախաբություններ, ամեն ինչ որ վիճակված է որևէ պայքարի մեջ կամ կռվի մեջ, պատերազմի մեջ, ունեցել են տագնապներ, հուսախաբություններ, բայց միևնույն ժամանակ ունեցել են ներշնչումներ, ունեցել են մեծ հույսեր և շարունակում են ունենալ և պատրաստակամություն, որոմաքաղ անելու մեր արտը, մեր կյանքը, դառնալու այն ցորենի հատիկները, որը միայն և միայն կյանք է տալիս մարդկանց։ Սրան նախորդող, այս որոմների առակին նախորդող մեր Տերը նաև խոսում է սերմնացանի մասին, որ սերմերը ցորենից հանում էր, նրանցից որոշները ընկան ապառաժի վրա, խորունկ արմատ չունեցան և արևը այրեց, որոշները ընկան ճանապարհի եզրին և թռչունները տարան, որոշները ընկան որոմների մեջ, փշերի մեջ, տատասկների մեջ և խեղդեցին այդ փշերն ու տատասկները և որոշներն ընկան բարեբեր հողի վրա և ծլեցին, մեծացան և կյանք տվեցին և այդ բարեբեր հողի վրա ընկածներն էին ի վերջո, որ կարողացան նաև կյանք պարգևել մարդկանց, այդ ամբողջ շերտերի մեջ այդ մի բուռ հատիկը, մի բուռ ցորենը հարյուրապատիկ արդյունքներ է տվել և այսօր այո մեր կյանքում այդ մի բուռ ցորենի հատիկը, մի բուռ կյանքը, մի բուռ մարդիկ են, որ վերականգնելու են մեր տունը, որ ազատագրելու են մեր կյանքը, հենց դուք եք դա սիրելի հայրենակիցներ, ազատագրելու մեր կյանքը, վերականգնելու մեր անունը, մեր պատիվը, ոչ միայն մեր սեփական տան մեջ, այլև այո ես չեմ զլանում ասելու աշխարհի առջև, որովհետև մենք անխուսափելիորեն կապված ենք նաև աշխարհի հետ, մեր չափով, մեր բաժնով և մեր պատասխանատվությամբ։ Ժամանակը հասել է որոմաքաղ անելու մեր կյանքը, հասել է ժամանակը և դեռ մի բան էլ անցել է։ Եվ ուզում եմ ասել, որ թերևս այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի և մենք միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում և վստահաբար նաև այն, ինչ որ մենք մտածել ենք, այն, ինչ որ մեր կյանքի հավատամքն ու նշանաբանն է դարձել, սկզբունքը, նրանով ինչով առաջնորդվել ենք և նա, ով մեզ դրել է այս ճանապարհի մեջ առաջնորդելով մեզ, մեր Տեր Աստված, մեր ժողովրդի հրավերը, կանչը,
մեր նահատակների սխրանքը, այս բոլորը որպես օրհնություն մեր կյանքի ճանապարհին ուղղակիորեն առաջնորդելու են մեզ, այո, հենց մեզ, հայերիս, քրիստոնյաներիս, արդարության եւ ճշմարտության համար անտեղի տալի պայքար մղողներիս հասնելու մեր երազած, մեր տենչած հաղթանակին, որը միայն եւ միայն մեր երկրի ազատագրումն է, մեր անվան եւ մեր պատվի վերականգնումը։ Աստված թող զորացնի բոլորիդ, ուժ եւ կորով ստանաք, ձեր սրտերը նորից գոտեպնդեք, ձեր մտածումները, ձեր ապրումները, զգացումները լինեն մեր կյանքի ազատագրումը, հագնեք Աստծո սպառազինությունը եւ միասին ընթանանք դեպի մեր բաղձալի եւ ցանկալի հաղթանակը, որով նաեւ մենք արժանիորեն կկարողանանք հայացքներս պարզ, սրտներս բաց, խոսել ոչ միայն ներկայում, այլև մեր պատմության հետ եւ մեր գալիքի հետ։ Աստված զորացնի բոլորիդ։